Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է բազմաթիվ հիվանդությունների եւ միակ առողջության մասին։ Հարգելի հեռուստադիտողներ, գիտեք, որ ձեր հարցերով հաղորդմանը կարող եք մասնակցել նաեւ դուք զանգահարելով 54 89 34 հեռախոսահամարով կամ գրելով մեզ շտապ օգնություն շնիկ ararat.tv.am էլեկտրոնային հասցեով։ Այսօր խոսելու ենք մանկական լեյկոզների մասին եւ այս առիթով տաղավար ենք հրավիրել արյունաբանության կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Լալա Վաղարշակյանին։ Բարև ձեզ բժշկուհի։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եւ եկաք մեր հաղորդաշարին հյուր։ Բժշկուհի, նախ փորձենք հասկանալ, թե ինչ է լեյկոզը։ Մենք անդրադարձ ունեցել ենք հաղորդումներից մեկի ժամանակ լեյկոզին, բայց կան արդյոք առանձնահատկություններ, եթե խոսքը գնում է հենց մանկական լեյկոզի մասին։ Լեյկոզը դա ոսկրածուծի, այսինքն արյունաստեղծ օրգանի չարվորակ նորագոյացություն է, որի ժամանակ ոսկրածուծում առաջանում են չարվորակ բջիջներ, այսինքն պլաստային բջիջներ, որոնք անզուսպ սկսում են բազմանալ, զարգանալ եւ դուրս են մղում նորմալ հեմոպոետիկ, այսինքն արյունաստեղծ բջիջները եւ փոխարինվում են ամբողջությամբ, գրեթե ամբողջությամբ պլաստային բջիջներով։ Այդ պլաստային բջիջները դուրս են գալիս արյուն, դեպի արյուն եւ ախտահարում օրգան համակարգերը, ընդհանրենք լարդ, փայծաղ, աշային հանգույցներ, կենտրոնական ներվային համակարգ եւ այլն։ Այդ բլաստային բջիջները առաջանում են այդ բլաստային բջիջները տարածվելով օրգան համակարգերում ախտահարելով օրգան համակարգերը առաջացնում են արդեն համապատասխան կլինիկան։ Խնդրում եմ բժշկուհի, մինչև կլինիկային ախտանշաններին անդրադառնալը նախ մեր հեռուստադիտողներին բացատրենք մեկ անգամ եւս, թե ինչ է ընդհանրապես ոսկրածուծը, որի մասին այդքան խոսվում է, վերջին շրջանում գիտենք, որ Հայաստանը արյունաբանության կենտրոնը նախապատրաստվում է ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն ստեղծելուն, մեծ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Ինչ է ոսկրածուծը, որտեղ է այն տեղակայված եւ ինչ հիմնական ֆունկցիա է կատարում, արդյոք դա նույնն է, ինչ երբ մենք կարդում ենք, լսում ենք ցողունային բջիջների մասին, որ համարվում են սկիզբը, բոլոր տեսակի բջիջների։ Այդ արյունաստեղծ օրգանն է, որը տեղակայվում է տափակ ոսկրերում։ Եվ տափակ ոսկրերում այնտեղ ոսկրի բաղադրության մեջ է մտնում, թե ոսկրի կառուցվածքում կան այնտեղ կա հեմոպոետիկ հյուսվածք, արյունաստեղծ հյուսվածք եւ արյունաստեղծ հյուսվածքն է, որը արտադրում է արյան բջիջները, այսինքն արյան բջիջները արտադրվում են ոսկրածուծում։ Արյան բջիջներն են դա լեյկոցիտները, էրիթրոցիտները, տրոմբոցիտները, լեյկոցիտները, որոնք որ իրականացնում պայքարում են ինֆեկցիաների դեմ, էրիթրոցիտները, որոնք որ ապահովում են այո թթվածնով օրգանիզմի բոլոր օրգանները, հյուսվածքները եւ տրոմբոցիտները, որոնք մասնակիորեն մասնակցում են մակարդման համակարգին։ Այդ բջիջները եւ լեյկոցիտները իհարկե ունեն իրենց տարատեսակները, կազմում են արյան մեջ որոշակի տոկոս եւ այդ տոկոսի փոփոխությունները երբ դա կարող են շատանալ, բայց կարող են վկայել ոսկրածուծում կատարվող փոփոխությունների մասին։ Այսինքն, եթե ինչ-որ փոփոխություններ կատարվել են եւ բժիշկը կարողանում է ճիշտ գնահատել, ապա կարող է ենթադրել, որ տվյալ հիվանդի մոտ հնարավոր է զարգանում է սուր լեյկոզ։ Եվ այդ բժշկուհի, եթե լեյկոզի մասին ենք խոսում, ուրեմն լեյկոցիտների հետ է խնդիրը, թե արյան մյուս բջիջները նույնպես կարող են ախտահարվել։ Արյան մյուս բջիջները իհարկե նույնպես կարող են ախտահարվել։ Եվ դա վերածվի լեյկոզի։ Այո, եւ դա վերածվի լեյկոզի։ Դա կարող է լինել եւ տրոմբոցիտների նախորդները, եւ կարող են լինել լեյկոցիտների եւ էրիթրոցիտների նախորդները։ Այսինքն բոլոր
ծիլերը, այդ 3 ծիլերը, որոնք որ կան ոսկրածուծում, որոնք որ տալիս են այդ բջիջների սկզբնաղբյուրն են հանդիսանում, նրանք բոլորն էլ կարող են ախտահարված լինել։ Եվ դրանից կախված արդեն նրանց տոկոսային հարաբերությունը արյան մեջ կարող է փոփոխական լինել եւ փոփոխվել։ Եվ ամենակարևորը, որ ծայրամասային արյան մեջ ի հայտ են գալիս արդեն այդ չարվորակ բջիջները, որոնք կոչվում են բլաստային բջիջներ։ Քանի որ հիվանդությունները անվանվում են լեյկոզներ, մի տեսակ տպավորություն է, որ դա միայն լեյկոցիտների սկզբնաղբյուր բջիջների հետ կապված խնդիր է, բայց փաստորեն կարող են այս դեպքում ոչ ճիշտ աշխատել նաև էրիթրոցիտների եւ թրոմբոցիտների ծագման բջիջները, այո։ Խնդրում եմ բժշկուհի ասեք, թե ինչ վիճակագրություն կա այսօր Հայաստանում։ Ես գիտեմ, որ հենց արյունաբանության կենտրոնի ձեր բաժանմունքում են հիմնականում այն երեխաները, ովքեր ունեն այս խնդիրը, եւ աշխարհի վիճակագրության հետ միջին համեմատած մենք ինչ դիրքերում ենք։ Լեյկոզով հիվանդները իհարկե դուք ճիշտ ասացիք, հիմնականում բուժվում են արյունաբանական կենտրոնում, մանկական բաժնում, մանկական երեխաները, եւ արյունաբանական կենտրոնում մանկական բաժանմունքը 83 թվականից է գործում եւ այդ ժամանակից գրեթե բոլոր հիվանդները բուժվել են մեզ մոտ, այլ այդ մյուս հիմնարկներում չեն եղել, նման հիվանդներ չեն բուժվել։ Իսկ հիվանդների թիվը ընդհանուր առմամբ, տարեկան պետք է ասել, որ եթե առաջներում ախտորոշվել է մոտավորապես 40 տարեկան առաջնակի հիվանդները 40, միգուցե եւ 40-ից ավել հիվանդ, ապա վերջին ժամանակներս դա արդեն ավելի պարզ պատճառով արտահոսքի, ժողովրդի արտահոսքի պատճառով, արտագաղթման պատճառով, նաեւ ծնելիության իջեցման պատճառով թիվը համեմատաբար պակասել է, բայց այսօրվա դրությամբ միջինը կազմում է 25 հիվանդ առաջնակի ախտորոշված լեյկոզով հիվանդների մանկական տարիքում միջին թիվն է 25 հիվանդ։ Երբեմն լինում է 20-ից 30 հիվանդ, նույնիսկ կարող է հասնել 30 եւ փոքր անցնել տարեկան։ Բժշկուհի, եթե մի կողմ դնենք այն, որ ասենք բնակչության թիվը ավելի է քչացել կամ ծնելիությունն է իջել, միջին հաշվարկով հիվանդացության ցուցանիշը տարիների ընթացքում բարձրանում է 100,000 մանկական բնակչությանը գալիս է ընկնում է 4 հիվանդ, մոտ 4 հիվանդ, 3.5-ից 4 հիվանդ։ Եվ դա մեծ թիվ է համարվում։ Դա համարվում է այն թիվը, որը որ համարյա թե պահպանվել է, այո, ամբողջ աշխարհում է։ Նո կան երկրներ, որտեղ նշում են 3.5-ից 5 հիվանդ 100,000 մանկական բնակչությանը, որոշ երկրներում մինչև 4, միջինը մինչև 4 հիվանդ։ Ընդհանուր առմամբ հիվանդացությունից կախված ուրեմն Փաստորեն 33 տարի արդեն մանկական բաժանմունքը գործում է եւ մենք ունենք բազմաթիվ շատ հիվանդներ, որոնք որ այսօր էլ գտնվում են դիսպանսեր հսկողության, թեև այդ հիվանդները հսկվում են, այդ ընդհանրապես հսկվում են մինչև 10 տարի, բայց մենք դրանից ավել նորից շարունակում ենք հսկողությունը իրականացնել։ Եթե երեխան ձեզ մոտ ընդունվել է, ասենք 2 տարեկանում, 3 տարեկանում եւ նա հիմա արդեն 27 տարեկան է օրինակ, նույնպես բուժման ընթացքին դուք շարունակում եք հետևել, թե արդեն տեղափոխվում են մեծերի բաժանմունք։ Հիվանդները տեղափոխվում են մեծահասակների բաժանմունք, բայց իհարկե նրանք, քանի որ երկարատև բուժում են ստանում մանկական բաժանմունքում, շատ կապված են լինում բժիշկների հետ, բուժող բժշկի հետ եւ պարբերաբար այցելում են իրենց բժիշկներին, դրա համար մենք նրանց մասին բավականին շատ մեծ տեղեկություն ունենք, այո, նրանց մասին, նրանց առողջականի մասին, նույնիսկ երբ որ ինչ-որ խնդիր է լինում, բացի նրանից, որ գնում է իր արդեն դիսպանսեր բժշկի մոտ, նաև այցելում է իր ժամանակին եղած մանկական բաժնի բժշկին, այցելում է խորհրդակցելու համար, որովհետև չգիտեմ, միգուցե վստահությունն ավելի շատ, միգուցե ուղղակի այն կապը, որ այն ժամանակին վատ է եղել ու հետո լավ է, արդեն առողջացել է ու լավ է, դրա համար է միգուցե դրա հետ է կապված կամ ուղղակի հիվանդության պատմությունը լավ իմացող բժշկին միգուցե նաև դա, չնայած երեխայի համար դա ուղղակի կապն է, ջերմ վերաբերմունքը եւ հոգեբանական այդ կապն է, որը որ
երեխային անդադ բերում այլ բուժող բժշկի մոտ։ Մեծահասակների մոտ իհարկե իրանք շարունակում են հսկվել եւ անկախ նրանից դա արդեն 10 տարին լրացել է թե ոչ, նրանք դա շարունակում են մինչև կյանքի վերջ, ընդհանուր մինչև կյանքի վերջ մենք նրանց վերցնում ենք հսկողության տակ։ Իհարկե նրանց հաճախումները այդքան հաճախ չեն լինում ոնց որ հիվանդության սկզբնական շրջանում, բայց երբեմն ինչ-որ խնդրի դեպքում անպայման դիմում են արյունաբանական կենտրոն։ Բժշկուհի, ես հիմա կխնդրեմ ձեզ, որպեսզի նկարագրեք այն ախտանշանները, որոնք կարող են հուշել առաջին հերթին լեյկոզի մասին, այսինքն ծնողները ինչ ազդակների դեպքում պետք է անհապաղ արյունաբանին դիմեն եւ հետազոտվեն հուսանք հերքելու համար այդ ախտորոշումը։ Ну, առաջին հերթին ես ասեմ, որ հիմնականում մանկական տարիքում հանդիպում են սուր լեյկոզները, քրոնիկական լեյկոզները շատ փոքր տոկոսն են կազմում, որից հանդիպում է մանկական տարիքում միայն քրոնիկական միելոլեյկոզը։ Սուր լեյկոզներից իհարկե դա սուր լեյկոզներն էլ ունեն իրենց տարբերակները, տարատեսակները, եւ դա լիմֆոբլաստային եւ ոչ լիմֆոբլաստային տարատեսակը, լիմֆոբլաստայինը կազմում է մոտավորապես 80-80-ից 85%-ը։ Երբ ասում ենք սուր, պատկերացնում ենք, որ հիվանդությունը միանգամից է զարգացել։ Հիվանդությունը միանգամից է զարգացել եւ դրանք տարբեր ուռուցքային բջիջներից են զարգանում։ Սուր լեյկոզները զարգանում են ավելի վաղ ժամանակվա նախորդներից, դա արդեն ոսկրածուտի նախորդներից են այդ բջիջների, այդ գծի բջիջների նախորդներից են առաջանում։ Իսկ քրոնիկականը արդեն առաջանում է ավելի հասունացման, որոշակի հասունացման շրջանի հասած բջիջներից։ Այսինքն նրանց ուռուցքային միավորը լրիվ տարբեր է։ Նրանք նույն հիվանդությունը չեն, նրանք բնույթով տարբեր են, նրանք եւ իրանց կլինիկական ընթացքով են տարբեր եւ նրանց բուժումն է տարբեր։ Այնպես որ եւ սուրը երբեք չի վերածվի քրոնիկականի եւ հակառակը։ Դրանք լրիվ տարբեր հիվանդություններ են։ Սուր եւ քրոնիկական լեյկոզները երեխաների մոտ ունեն նաեւ տարբեր ախտանշաններ։ Եվ սուրը եւ քրոնիկականը տարբեր ախտանշաններ։ Այո, երկուսին էլ անդրադառնանք։ Ճիշտ է, դուք նշեցիք, որ առավել տարածված են սուր լեյկոզները երեխաների մոտ, բայց քանի որ լինում են նաեւ քրոնիկականի դեպքեր, խնդրում եմ երկուսի դեպքում էլ ասեք, թե ծնողը ինչպես պիտի հասկանա, որ գուցե այդ խնդիրն է եւ շտապ դիմի արյունաբանի։ Ջերմաստիճանի բարձրացում։ Այո, սուր լեյկոզների ժամանակ նա քողարկված է լինում տարբեր ինֆեկցիոն հիվանդություններով կարող է քողարկված լինել։ Այսինքն մեկի մոտ սկսվի հոդացավերով, մյուսի մոտ ինչ որ ջերմության բարձրացումով, որը որ դիտարկվի ինչ որ վիրուսային ինֆեկցիա կամ որևէ բակտերիալ ինֆեկցիա։ Նաև հոդացավերը երբ որ սկսվում են, եթե միայն հոդացավերն են, գերակշռողը, ապա կարող են դիմել ռևմատոլոգի, երկարատև հսկվել ռևմատոլոգի մոտ եւ հիվանդությունը հիմնականում ընդհանուր դա ընդհանրապես դա հարաճող, այսինքն ժամանակի ընթացքում զարգացող թուլությունն է, զարգացող հոգնածություն, աշխատունակության անկում, գունատություն, այո, զարգացող գունատություն, կարող են հենց սկզբից, հիվանդության սկզբից ի հայտ կան մարմնին հեմորագիկ նշաններ, այսինքն կապտուկներ, այո, կարող է լինել արնահոսություն, տարբեր քթային, լնդային արնահոսություն, որի պատճառով էլ հենց սկզբնական այդ նշաններն են, որոնք որ ստիպում են դիմել տեղամասային բժշկին, որը որ միգուցե արդեն տեսնելով, որ փայծաղը կամ լյարդը մեծացած է, անմիջապես ուղարկի կամ կատարում են ընդհանուր անալիզ եւ ընդհանուր անալիզին հայտնաբերելով փոփոխություններ, համապատասխան լեյկոզին բնորոշ փոփոխություններ ուղարկում են արյունաբանական կենտրոն։ Բժշկուհի, խնդրում եմ ասեք նաև, թե ինչ պատճառներով կարող են առաջանալ լեյկոզները, այսինքն ինչը կարող է դրդել, որ ոսկրածուծի այդ բջիջները սկսեն սխալ աշխատել եւ սկսեն արտադրել շատ քանակությամբ, բայց ոչ հասուն արյան բջիջներ կամ մի խոսքով ինչից են դրանք առաջանում։ Պետք է ասել, որ սուր լեյկոզները դա բազմապատճառային հիվանդություն է, այսինքն մեկ գործոն
առանձին ինքնուրույն չի կարող առաջացնել լեյկոզ, այսինքն պետք է լինի մի քանի գործոնների ազդեցություն, որպեսզի սուր լեյկոզը զարգանա։ Դա կարող է լինել իոնիզացնող ճառագայթը, կարող է լինել որոշ դեղորայքներ, կարող են լինել քիմիական նյութերը, կարող են լինել վիրուսները, կարող են լինել, օրինակ հիմնականում Էփշտեյն-Բար վիրուսը, որը Էփշտեյն-Բար վիրուսը մոնոնուկլեոզ է, դա ինֆեկցիոն մոնոնուկլեոզի վիրուսն է, ինֆեկցիոն մոնոնուկլեոզ դա վիրուսային ինֆեկցիա է, որը որ բավականին տարածված է, բայց իհարկե ոչ բոլորի մոտ կարող է առաջացնել։ Դա որ հիվանդության ձևով է դրսևորվում։ Դա հիվանդությունը դա ինֆեկցիոն հիվանդություն է, որը որ վարակի ձևով, այսինքն մեկ հիվանդից մյուսն է փոխանցվում, եւ դա ինքը արտահայտվում է ավշային հանգույցների մեծացումով, ջերմության բարձրացումով, լյարդի կամ բայծաղի մեծացումով, որը որ կարելի է շփոթել լեյկոզի հետ, այո, լեյկոզի հետ, որի ժամանակ երբեմն ուղարկում են մեզ մոտ եւ ախտորոշում ենք ինֆեկցիոն մոնոնուկլեոզ, որովհետեւ ինֆեկցիոն մոնոնուկլեոզին արյան անալիզում շատ բնորոշ են ատիպիկ մոնոնուկլեարները եւ վիրուսի հայտնաբերումը արյան մեջ արդեն ախտորոշում է այդ հիվանդությունը, բայց որոշ դեպքերում, որոշ հիվանդների մոտ կարող է շատ քիչ իհարկե տոկոսն է կազմում, բայց ամեն դեպքում առաջանում է, դա հետո բերում է փոփոխության, վերափոխման եւ չարվորակացման եւ զարգանում է, կարող է զարգանալ լիմֆոմա, լիմֆոգրանուլոմատոզ կամ ոչ Հոջկինյանի լիմֆոմաներ եւ լեյկոզներ։ Իսկ ժառանգաբար կարող են փոխանցվել այս խնդիրները։ Ժառանգաբար սովորաբար գրականության մեջ տվյալներ են, որ ժառանգաբար չի փոխանցվում հիվանդությունը, բայց կա ժառանգական նախատրամադրվածություն ուռուցքային հիվանդությունների նկատմամբ եւ դա էլ նպաստող մի պայման է, գործոններից մեկն է, որ կարող է մյուս ազդակների ազդեցության տակ առաջանալ լեյկոզը։ Իսկ օրինակ իոնիզացնող ճառագայթները, որ դուք նշեցիք, սովորաբար մարդը կյանքում որտեղ կարող է դրանց հետ առնչություն ունենալ եւ որը հանկարծ բերի քիմիական նյութերը դուք նշեցիք եւ ես ենթադրում եմ, որ որոշակի արտադրամասերում, որ գուցե երկարատև այդ քիմիական նյութերի ազդեցության տակ լինեն մարդիկ, բայց երեխաները, որ դեռ որևէ անգամ չեն շփվել առանձնակի մեծ քիմիական արտադրական նյութերի հետ, նրանց մոտ ինչու է սուր լեյկոզը առաջացել։ Օրինակ այդ իոնիզացնող ճառագայթները, օրինակ ռադիացիան, որը որ կարող է առաջացնել, դա օրինակն էր Ճապոնիայի այդ ռումբը ռադիացիայի հետևանքով, Ճապոնիայում այդ ռադիացիայի հետևանքով զարգացած, նրանից հետո զարգացած լեյկոզները։ Այսինքն դա նույնպես կարող է պատճառ հանդիսանալ, պատճառներից մեկը լինել լեյկոզի զարգացման։ Հասկանալի է։ Բժշկուհի, եթե արդեն ծնողը պոլիկլինիկայի բժշկի ուղեգրով կամ, չգիտեմ, նրա խորհրդով թեկուզ գալիս եւ թակում է արդեն արյունաբանի դուռը, ինչպես է տեղի ունենում ախտորոշումը, ինչից եք դուք սկսում եւ ինչպես է տեղի ունենում վերջնական դիագնոստիկան, հա, որ այս երեխայի մոտ կոնկրետ այս տիպի լեյկոզ է, այո, եւ արդյոք հնարավոր է, որ ձեր ասած տարատեսակները միանգամից ախտորոշվեն, թե դրանք մեկ ընդհանուր խմբի մեջ են մտնում։ Երբ արդեն տեղամասային բժշկի մոտ կասկած է առաջանում, որ տվյալ երեխայի մոտ կարող է պատահի զարգանում է լեյկոզ կամ արդեն զարգացել է լեյկոզ, նրանք ուղարկում են մեզ մոտ։ Դրանց պատճառները ես արդեն ասացի, որոնք որ կարող էին նախանշանները, որի հետևանքով նաև արյան ընդհանուր քննություն տեսնում են լեյկոցիտների քանակը կամ շատացած կամ քչացած եւ այդ կամ լիմֆոցիտների քանակը շատացած եւ ուղարկում են արյունաբանի մոտ։ Արյունաբանը առաջնահերթ ընդհանուր զննում եւ գանգատները լսում է, գանգատներն են եւ ընդհանուր զննումը, որից հետո արդեն կատարվում է արյան ընդհանուր քննություն։ Արյան ընդհանուր քննության մեջ հիվանդին զննելուց հետո եթե հայտնաբերվում է լյարդի կամ փայծաղի մեծացում կամ ավշահանգույցների մեծացում, հեմորագիաներ կամ գունատություն, ապա կատարվում է արյան ընդհանուր քննություն, արյան ընդհանուր քննության մեջ
հաշվի է առնվում տրոմբոցիտների ուշադրությունը ավելի շուտ դարձվում տրոմբոցիտների քանակի վրա, լեյկոցիտների, էրիթրոցիտների, հեմոգլոբինի, որոնք որ հեմոգլոբինը էրիթրոցիտները կարող են իջած լինել, այսինքն սակավարյունություն մեծ մասի մոտ սակավարյունություն է լինում, կամ լեյկոցիտների շատացում, որը որ կարող է լինել 50,000 եւ դրանից ավելին, կարող է լինել նույնիսկ պակաս, նորմայից պակաս, նաեւ լիմֆոցիտների շատացում է լինում, նեյտրոֆիլների իջեցում, այսինքն արյան ընդհանուր քննությունը տալիս է այդ պատասխանը։ Այո, արյան ընդհանուր քննությունը նման պատասխան տալիս է, բայց հիմնականում նայում է նաև այդ բլաստային բջիջների, այդ չարորակ բջիջների արկայությունը արյան մեջ, բայց նրա բացակայությունը, այո, դա նույնպես հնարավոր է ճշտել, բայց նրա բացակայությունը դեռ չի խոսում այն մասին, որ լեյկոզ, այո, հիվանդություն չկա եւ խնդիր չկա։ Այսինքն հնարավոր է բլաստային բջիջներ արյան մեջ չհայտնաբերվեն, բայց այնուամենայնիվ մարդը ունենա լեյկոզ։ Այո, բայց այնուամենայնիվ մարդը ունենա լեյկոզ։ Իսկ դա ինչպես է հայտնաբերվում։ Դա արդեն կատարվում է ոսկրածուծի պունկցիա։ Դա հիմնականը, որովհետև դա, ինչպես ասացի, դա ոսկրածուծի չարորակ նորագոյացություն է, ապա ոսկրածուծի պունկցիայի հետևանքով եւ կատարված հետազոտության հիման վրա ախտորոշվում է եւ երբ այնտեղ հայտնաբերվում են բլաստային բջիջներ, որոնք լինում են 20-ից կամ 25%-ից ավելին, ապա ախտորոշվում են սուր լեյկոզ։ Ախտորոշումը դնելուց հետո թաքնված է կարծես, այո, այդ հիվանդությունը այդ հիվանդությունը ինքը թաքնված է, ինքը կարող է քողարկված լինել, բայց լինում են դեպքեր նույնիսկ բավականին արտահայտված, սրընթաց ձևերը կարող են լինել, այսինքն արագ մի շաբաթվա կամ 10 օրվա ընթացքով հիվանդությունը կարող է շատ արագ կերպով զարգանալ։ Այդ դեպքում իհարկե շատ մեծ է դերը տեղամասային բժշկի եւ իհարկե այդ ժամանակին դիմելիությունը։ Այսինքն մարդիկ պետք է ժամանակին դիմեն բժշկի, որպեսզի հիվանդությունը ճիշտ ժամանակին ախտորոշվի։ Իսկ պունկցիան կատարելը Հայաստանում դա իհարկե հնարավոր է եւ դա վաղուց է արվում ոսկրածուծի երեխաներին նույնպես երեխաներին նույնպես դա նշանակություն ունի եւ երեխաները դա իհարկե ցավոտ է, բայց դա իհարկե կատարվում է կամ տեղային անզգայացում կամ ընդհանուր անզգայացում եւ դա կատարվում է ոսկրածուծի պունկցիա։ Ոսկրածուծի պունկցիան, երբ որ արդեն մորֆոլոգիապես հաստատվում է ախտորոշումը, արդեն պետք է տարբերակները որոշել։ Ի ուրախություն մեզ, իհարկե բժիշկներիս, որ վերջին տարիների ընթացքում մենք արդեն կարողանում ենք ավելի մասնակիորեն որոշել, տարանջատել, որ տարբերակն է, որովհետև ոչ լիմֆոբլաստային մանավանդ տարբերակների ժամանակ կան իրանց 7 ենթախմբերը եւ այդ իմունոֆենոտիպավորման այդ հետազոտությունների արդյունքում կարողանում ենք որոշել այդ տարատեսակը։ Դրանից շատ մեծ բան է կախված, դրանից կախված է բուժման արդյունավետ, ավելի արդյունավետ բուժման ընտրությունը եւ հետագա արդյունքների սպասելիքները։ Բժշկուհի ներողություն եմ խնդրում այս պահին ձեզ ընդհատելու համար, մենք արդեն ունենք հեռախոսազանգ, հեռուստադիտողը սպասում է, լսենք նրա հարցը։ Այո։ Բարև ձեզ, իմ անունը Լուսինե է, ես ունեմ 2 զավակ, ընդ որում զավակներիցս մեկը մեծը 2.5 տարեկանում տարել է մոնոնուկլեար ատիպիկ անգինա, որից հետո լիմֆատիկ հանգույցները դիմածնոտային, պատճելիստնի է, մի փոքր մեծացած են եւ հիմա երեխաս 6 տարեկան է, դեռևս այդ մեծությունը կա։ Ուզում եմ հասկանալ, դա տարիների ընթացքում կմնա կանցնի, թե պարզապես պետք է անհանգստանալ ինչ առումով։ Շնորհակալություն։ Եթե մոնոնուկլեոզից կամ մոնոնուկլեար անգինայից հետո ավշային հանգույցները մեծանում են, նրանք կարող են երկարատև պահպանվել, բայց դա չի նշանակում, որ պետք է ուշադրություն չդարձնել։ Դա պետք է այդ հիվանդը պետք է հսկվի տեղամասային բժշկի կողմից։ Պարբերաբար հսկողությունը ինչպես պետք է իրականացվի։ Պարբերաբար պետք է շոշափել այդ ավշային հանգույցները, ուշադրություն դարձնել, ավշային հանգույցները մեծանում են թե ոչ, նրանք իրենց կոնսիստենցիան, իրենց կազմը փոխում են թե ոչ, այսինքն պնդությունն շոշափելու միջոցով կարելի է դա որոշել, նրանք առաջ փափուկ էին էլաստիկ, թե հիմա ավելի կարծր են դարձել, նրանց շարժունությունն են որոշում,
անշարժ է, թե ավելի շարժուն է։ Եվ ժամանակի ընթացքում 1-2 տարի նայած որ հիվանդը ինչ տևողության կամ ինչ չափսի են այդ ավշային հանգույցները։ Արդեն 3.5 տարի։ Այո, եթե 3.5 տարի այդ ավշային հանգույցները կան, ես չեմ կարծում, որ նրանք արդեն որևէ անհանգստության պատճառ կարող են լինել, որովհետև նրանք եթե վերափոխման տենդենց լիներ, նրանց մոտ արդեն այդ տենդենսը պետք է լիներ եւ վերափոխությունը, այո, եւ արդեն հիվանդությունը պետք է իր արտահայտությունը ունենալ։ Համենայն դեպս նույնիսկ 3.5 տարի անց արժե, որ ուշադրության կենտրոնում լինի եւ պարբերաբար ծնող երեխային տանի հետազոտություն։ Այո, ծնողները կարող են ուղղակի ուշադիր լինել այդ ավշահանգույցների վերաբերյալ, որովհետեւ եթե 3.5 տարի առաջ, եթե ինչ-որ նոր, ինչ-որ ազդակ չկա, ինչ-որ նոր ագենտ չի ազդել, այդ ավշային հանգույցները նրանք կարող են բացարձակ չվերափոխվել։ Իսկ նման դեպքերում օրինակ այս երեխայի մայրիկը, հա, տիկինը, որ զանգահարեց, ինչ պետք է հիշի, ասենք երեխան հաճախակի հիվանդանալու դեպքում հնարավոր է, որ զարգացումը ոչ ցանկալի ճանապարհով գնա, թե նրա համար սովորական մյուս երեխաների պես հիվանդանալը առանձնակի խնդիր չի ներկայացնի, կամ չգիտեմ, թեթևակի մրսածությունը, ինչ կանոններ կասեք, որ նրանք պահպանեն այդ խնդրին չբախվելու համար։ Ամեն դեպքում ես կուզեի այդ խորհուրդ կտայի, որ այդ ավշային հանգույցների վրա, որովհետև նայեք, եթե նոր բորբոքում կամ նոր հիվանդություն, ենթադրենք անգինա կամ որևէ գրիպ, այդ ավշային հանգույցները կարող են նորից մեծանալ, բայց հիվանդությունը արդեն հետ զարգացման փուլում, երբ որ արդեն լավանում է հիվանդը, նորից իրան գալիս են իրանց սկզբնական չափսերի, բայց այդ ժամանակ, երբ որ մեծացել են, սովորաբար որոշ դեպքերում կոմպրեսներ են անում։ Ավշահանգույցների վրա ոչ մի անգամ չի կարելի տաքացնող կոմպրեսներ դնել։ Ես այ խորհուրդ կտայի այդ ծնողներին, որ երբեք ինքնուրույն ոչինչ չանեն, ինքնուրույն ոչ մի կոմպրեսներ ավշային հանգույցների վրա չդնել, որովհետև երբեք չես իմանա, դա նոր հիվանդություն է, հա, նոր ինչ-որ վերափոխվող ինչ-որ խնդիր է, թե դա ուղղակի սովորական ռեակտիվ մեծացում է, որը որ նորից կգա իր սկզբնական, այո, հին տեսքին, իր սկզբնական չափսերին։ Հասկանալի է։ Բժշկուհի, մենք էլեկտրոնային փոստով նույնպես մի հարց ստացանք, հեղինակը գրում է, խնդրում եմ ասեք, եթե արյան հետազոտությունից պարզվում է, որ լեյկոցիտների թիվը մեծ է եւ քանակը գրեթե կրկնապատկվել է, դա նշան է անհանգստության լեյկոզի համար, թե հնարավոր է մեկ այլ պատճառով նույնպես այդպիսի արդյունք ստացվի։ Լեյկոցիտների քանակը, քանի որ արյունը կարող է պատասխան տալ, արյան այդ բջիջները կարող են տարբեր ինֆեկցիաների, դա լինի բակտերիալ ինֆեկցիա, վիրուսային ինֆեկցիա, որևէ բորբոքային process, կարող են փոփոխվել, այսինքն նրանք նորմատիվները կարող են փոփոխվել եւ դրանից ելնելով ենթադրենք բորբոքային process-ների ժամանակ, հա, ինչ որ ինֆեկցիաների, սեպսիսների ժամանակ լեյկոցիտների քանակը կարող է բավականին բարձրանալ եւ դա դեռ չի նշանակում, որ դա լեյկոզի մասին է խոսում եւ բուժման արդյունքում կամաց ժամանակի ընթացքում լեյկոցիտները արդեն կարգավորվում են, գալիս են նորմայի, բայց եթե հիվանդությունը հակաբորբոքային բուժումից հետո չի ենթարկվում բուժման, գնալով լեյկոցիտների քանակը շարունակում է զարգանալ, այդ դեպքում արդեն մտահոգիչ է, այդ դեպքում արդեն պետք է դիմել արյունաբանին։ Եվ եթե այդ հիվանդները գտնվում են որևէ ստացիոնարում, անպայման այդ ստացիոնարի բժիշկները անպայման խորհրդակցում են արյունաբանի հետ։ Նման բաները, օրինակ լեյկոցիտների բավականին բարձր թվեր, ենթադրենք 50,000, միգուցե եւ ավելին, կարող է դիտվել նաեւ լեյկեմոիդ ռեակցիաների ժամանակ որևէ ինֆեկցիայի ժամանակ։ Լեյկեմոիդ ռեակցիաները տարբեր տիպի կարող են լինել լիմֆոցիտար տիպի, կարող է նեյտրոֆիլային լինի, կարող է լինել էոզինոֆիլային։ Դրանք էլ օրինակ էոզինոֆիլային լեյկեմոիդ ռեակցիաները կարող են դիտվել ալերգիաների ժամանակ, կարող են դիտվել ճիճվագրության ժամանակ։ Խնդրում եմ, կասեք նորման ինչքան է, օրինակ երեխաների մոտ արյան սովորական հետազոտությունների։ Լեյկոցիտները, լեյկոցիտների քանակը նորմայում 4-ից
մինչև 10-11 հազար է։ Եվ դրանից արդեն բարձր դիտարկվում է որպես արդեն լեյկոցիտոզ։ Լեյկոցիտոզն էլ կարող է լինել չափավոր եւ կարող է գեր չափերի հասնել։ Եվ 4000-ից պակաս արդեն լեյկոպենիա։ Իդեպ ասեմ, լեյկոզների ժամանակ կարող է լինել նաև 4000-ից պակաս լեյկոպենիա, մինչև 1000 եւ նույնիսկ ավելի ցածր թվերի հասնող լեյկոցիտների քանակ։ Բժշկուհի, լեյկոզները, որքան հասկացա, կարող են լինել այլ հիվանդության հետևանք իրենք, ասենք, չգիտեմ, նույն ճառագայթային հիվանդությունը բերի մի օր լեյկոզի, այդպիսի բան հնարավոր է, թե ճառագայթային հիվանդությունը, այսինքն այդ իոնիզացնող ճառագայթները իրանք մուտագեն հատկություն ունեն, այսինքն նրանք բերում են գենետիկ կոդի փոփոխման, մուտացիայի, եւ այդ մուտացիայի արդյունքում պահպանվել է այդ հիվանդությունը, ասենք Ճապոնիայում, ձեր բերած օրինակում։ Իսկ լեյկոզից կարող են այլ տիպի հիվանդություններ զարգանալ։ Լեյկոզից ոչ թե այլ տիպի հիվանդություններ զարգանալ, այլ լեյկոզի բուժման ընթացքում որոշ դեղորայքներ կան, որոնք որ իրենք կարող են հանդիսանալ մուտագեններ եւ բերել երկրորդային ուռուցքային հիվանդության։ Դրանց դեպքերը իհարկե շատ քիչ են, բայց նման դեպքեր կան։ Բժշկուհի, մենք մի էլեկտրոնային հարց ստացանք, մինչև բուժման մանրամասներին անդրադառնալը խնդրում եմ ասեք պատասխանենք այս հարցին, ասում է, խնդրում եմ ասեք, լեյկոզ ունեցող երիտասարդները կարող են ամուսնանալ, թե դա կարող է ինչ-որ ռիսկի բերել։ Լեյկոզով հիվանդները իհարկե կարող են ամուսնանալ, բուժման ընթացքում իհարկե ցանկալի չի։ Բուժումն ավարտելուց երևի մենք խորհուրդ ենք տալիս եւս 1-2 տարի կարող են ամուսնանալ, բայց երեխա չունենալ, մինչև որ իրենց իմուն համակարգը կկարգավորվի, որից հետո արդեն կարող են ամուսնանալ, ունենալ երեխաներ։ Դուք ունեք նման այո, մենք ունենք բազմաթիվ։ Իդեպ ասենք ձեզ, մենք քանի որ 92 թվականներից սկսեցինք աշխատել BFM գերմանական ծրագրերով, BFM ծրագրերով, մենք բազմաթիվ երեխաներ ունենք, մոտ 400-500-ի մոտ երեխաներ, որոնք որ արդեն առողջացել են եւ ունեն իրենց երեխաները, ընտանիք են կազմել, իրենց առօրյա կյանքին են անցել եւ ունեն երեխաներ։ Նույնիսկ իրենց երեխաներին հետագայում բերում են մեզ մոտ խորհրդատվության, եթե ինչ որ խնդիր է առաջանում, բերում են իրենց բուժող բժիշկների մոտ։ Այնպես որ կարելի է իհարկե կարող են ամուսնանալ հանգիստ եւ ունենալ առողջ բալիկներ։ Հիմա խոսենք բուժման մանրամասների մասին։ Ինչ ճանապարհներ գոյություն ունեն, դուք նշեցիք գերմանական ծրագրի մասին, որին միացել եք 90-ականներին, ինչ առանձնահատկություն եւ առավելություն ունի այդ ծրագիրը եւ հիմա աշխարհում ինչ տենդենց կա, մենք որ դիրքում մենք համընթաց ենք գնում աշխարհին այս հիվանդության բուժման տեսակետից, թե կան բաներ, որին դեռ պետք է ձգտենք։ Եթե մինչև 90-ական թվականները արդյունքները շատ ցավալի էին, այսինքն առողջացած հիվանդների թիվը գրեթե մի քանիսն էին, այլ շատ սակավ էր, ապա 90-92 թվականներից, որ սկսեցինք արդեն բոլոր հիվանդներին վարել BFM գերմանական ծրագրերով, դրա էությունը ո՞րն է, բժշկուհի։ Էությունը դա պոլիքիմիոթերապիա է, բավականին ինտենսիվ քիմիոթերապիա ու անընդմեջ քիմիոթերապիա, որը տևում է մոտավորապես 7-ից 8 ամիս։ Այսինքն երեխաները լինում են բաժանմունքում այդ ոչ ամբողջ ընթացքն են լինում բաժանմունքում, կարճատև իրենք կարճատև ընդմիջումներ են ունենում եւ վերադառնում են տուն։ Իսկ այդ ամբողջ ընթացքը ինտենսիվ քիմիոթերապիա է։ Նու բավականին բարդ ընթացք ունի, բուժման ընթացքը բավականին բարդ է, բայց արդյունքները շատ լավ։ Մենք այսօր լեյկոզների սուր լիմֆոբլաստային լեյկոզի 80-85% դեպքերում ստանում ենք լավացում, իսկ 5 տարուց անընդմեջ ռեմիսիա եւ 5 տարուց ավելին անընդմեջ ռեմիսիա, այսինքն հիվանդության դադար, հիվանդության կրկնողություն չկա, ունենք մոտավորապես 70% հիվանդների մոտ։ Այնպես որ դա բարձր արդյունքներ են։ Այսինքն նրանք այդ հիվանդները համարվում են առողջացած եւ նրանք կարող են վերադառնալ սովորական, այո, ռիթմին, կյանքի ռիթմին։ Լսենք հեռուստադիտողի հարցն արդեն կապի մեջ է, հետո նորից բուժման մանրամասներին անդրադառնանք, ալո։
Բարև ձեզ։ Երեխաս 9 տարեկան է եւ աստրերի վրա կարմիր բծեր եմ նկատել։ Դա կարող է արյան հետ կապված ինչ-որ խնդիր լինել։ Շնորհակալություն։ Աստրերի վրա առաջացած բծերը կարող են տարբեր բնույթի լինել։ Դա կարող է եւ հեմորագիկ լինի արյան, այսինքն արյան զեղումների ձևով, կարող է եւ ալերգիկ բնույթի լինել եւ կարող է մաշկային հիվանդություն լինել։ Դրա համար անպայման պետք է դիմել բժշկի, սկզբից տեղամասային բժշկին, որը որ իր գնահատականը կտա եւ կուղարկի համապատասխան մասնագետի մոտ։ Եթե դա ալերգիկ բնույթ, եթե նա գնահատի որպես ալերգիկ բնույթի, ապա կուղարկի ալերգոլոգի մոտ։ Իսկ եթե գնահատի որպես արյան զեղում, ապա անպայման կուղարկի արյունաբանի մոտ։ Օրինակ հենց արյունաբանի կարիք ունեցող, հա, հիվանդի դեպքում, պացիենտի դեպքում այդ բծերը ինչ ձևի են լինում են անհետանում, հետո նորից առաջանում։ Կարող են լինել եւ անհետանալ։ Օրինակ կա հիվանդություն, որը կոչվում է տրոմբոցիտոպենիկ ծիրանացան, այսինքն տրոմբոցիտների քանակի իջեցում, որը որ այդ տրոմբոցիտները մասնակցում են մակարդման համակարգին, այսինքն նպաստում են մակարդմանը, ապա այդ տրոմբոցիտների քանակի իջեցման ժամանակ կարող են ոտքերին, վերջույթներին, մարմնին առաջանալ այդպիսի կարմիր բծեր, որոնք որ իրենք կարող են երբեմն անհետանալ նորից առաջանալ, կարող են եւ առաջանալ եւ գնալով ընդհակառակը ավելի շատանալ եւ միանալ նաեւ արնահոսություն։ Իսկ կարմիր բծեր այդ ոտքերին կարող է լինել նաեւ անոթային բնույթի, այսինքն դա կարող է լինել հեմորագիկ վասկուլիտ է կոչվում այդ հիվանդությունը, հեմորագիկ վասկուլիտի ժամանակ։ Այդ հիվանդությունը նույնպես մեզ մոտ բուժվում են, բայց նաեւ մյուս բազմապրոֆիլային հիվանդանոցներում կարող են հեմորագիկ վասկուլիտով հիվանդները բուժվել։ Այնպես որ նայած տեղամասային, այո, տեղամասային բժիշկը ինչպես կգնահատի, ես կարծում եմ միշտ շատ ճիշտ են գնահատում տեղամասային բժիշկները ու ճիշտ ուղղությամբ ուղղորդում են։ Իհարկե երբեմն լինում է, որ դժվար է կողմնորոշվել դա ալերգիկ բնույթ է, թե հեմորագիկ բնույթ է, այդ հիվանդներին ուղարկում են մեզ մոտ, երբ որ մենք արդեն գնահատում ենք որպես ալերգիկ, ապա ուղարկում ենք արդեն ալերգոլոգի մոտ։ Այսինքն մեր կենտրոնում ոչ միայն բուժմամբ են զբաղված բժիշկները, այլ նաև այդ կոնսուլտատիվ ախտորոշմանը նպաստող ախտորոշումներն են իրականացվում, այսինքն այդ խորհրդատվության համար նույնպես կարող են այդ գալ մեզ մոտ եւ խորհրդատվությունը իրականացվի։ Այո, բժշկուհի, դուք նշեցիք բուժման մեթոդներից քիմիոթերապիայի մասին եւ հատկապես գերմանական այդ ծրագիրը, որին դուք միացել եք։ Որն է դրա իմաստը։ Իհարկե քիմիոթերապիայի մասին մենք ունեցել ենք հաղորդում եւ ես մանրամասն հիշում եմ, բայց մեր հեռուստադիտողներին մեկ անգամ եւս հիշեցնենք, թե ինչ են անում այդ դեղորայքային նյութերը այդ բջիջների հետ եւ ինչ կողմնակի ազդեցություններ կարող են այդ բուժման ընթացքում լինել, որը ծնողները պիտի որ շատ ծանր չտանեն, որովհետեւ դրանից հետո սպասվում է ավելի լուսավոր փուլը, երբ Հիմնականում այդ բուժումը դա քիմիոթերապիա է, դա ցիտոստատիկներով է իրականացվում, դա կան սպეციფიկ դեղամիջոցներ, որոնցով որ բուժվում են լեյկոզները։ Այդ դեղորայքները իհարկե ազդում են ոչ միայն այդ չարվորակ բջիջների վրա, այլ նաև նորմալ հյուսվածքների բջիջների վրա, բայց իհարկե հարակից բուժում է անցկացվում, որ դա այդ կողմնակի ազդեցությունը հասցվի մինիմալի։ Եվ դրանք բարձրացնում են իմունիտետը, իմաստը դա է։ Ոչ թե իմունիտետը, այլ պայքարում են այն ինֆեկցիաների դեմ, դա հնարավոր ինֆեկցիաների դեմ, որոնք որ կարող են զարգանալ բուժման ընթացքում, այո, որովհետև եւ հիվանդությունը եւ այդ պրեպարատները առաջացնում են խորը իմունոդեֆիցիտ, այսինքն իմունիտետի անկում եւ այդ իմունիտետի իջեցման հետևանքով տարբեր տեսակի ինֆեկցիաներ կարող են գումարվել եւ նույնիսկ այն այդ միկրոբները, որոնք որ մեր օրգանիզմում նորմայում կան, նրանք դա գլուխ են բարձրացնում, դառնում են հիվանդակի եւ առաջացնում տարբեր տեսակի հիվանդություններ։ Եվ այդ պայքարը, այսինքն հարակից բուժումը ուղղորդվում է դրա դեմ, որպեսզի ավելի հեշտացվի քիմիոթերապիան, քիմիոպրեպարատները ժամանակին ներարկվեն, որպեսզի արդյունքները, հետագա արդյունքները ավելի բարձր լինեն։ Այո, իսկ ճառագայթային բուժում այս դեպքում եւ նաեւ այսօր շատ սպասվող ոսկրածուծի փոխպատվաստման մասին Հայաստանում ինչ կասեք։
Բուժումը իհարկե բուժումը ավարտելուց հետո այդ հիվանդները որոշ մի մաս հիվանդները գնում են գլխուղեղի ճառագայթային բուժման, մի մաս հիվանդներ այդ ճառագայթումը չեն ստանում, բայց քանի որ հիվանդության ժամանակ շատ պրոգնոստիկ վատ նշան ունի կենտրոնական ներվային համակարգի ախտահարումը, ապա անպայման պրոֆիլակտիկա է անցկացվում եւ կատարվում է ողնաշարի սրսկումներ, որպեսզի կանխել նեյրոլեյկոզի զարգացումը։ Ճառագայթային բուժում դա ամբողջական ավարտելուց հետո արդեն հիվանդները վերցվում են դիսպանսեր հսկողության։ Կան դեպքեր հիվանդներ, որոնց բուժման արդյունքում լավացում չի ստացվում, կամ շատ կարճատև լավացումից հետո նրանց մոտ հիվանդությունը կրկնվում է։ Այդպիսի ձևեր կան, հիվանդության ձևեր, եւ դա իհարկե օրգանիզմի նաև կա որոշակի առանձնահատկություն, որը որ ոչ մի կերպ ադապտացվում է այդ դեղորայքներին, դեղորայքները դադարում են ազդել։ Իսկ փոխպատվաստում է այդ խնդիրները։ Այո, եւ դա արդեն այդ հիվանդները արդեն իհարկե պետք է գնան ոսկրածոցի փոխպատվաստման։ Իհարկե այսօր դեռ ոսկրածոցի փոխպատվաստումը Հայաստանում չի իրականացվում եւ մեր հիվանդներից կան հիվանդներ, որոնք որ արտասահմանյան երկրներ են մեկնել եւ այնտեղ են ստացել փոխպատվաստումը, բայց մոտ ժամանակներս, քանի որ այս վերջին արդեն սկսվել են վերակառուցման աշխատանքները, այդ հանրապետության նախագահի եւ կառավարության հսկողության տակ կատարում են այդ վերակառուցումը եւ կարծում եմ արդեն 2000 ոչ թե կարծում եմ, այլ պլանավորվում է 2016 թվականին կեսերին արդեն հանձնեն շահագործման, որտեղ կլինեն բարձր դեղաչափերով քիմիոթերապիայի բաժանմունք, կլինի նաեւ վիրաբուժական բաժանմունք եւ ոսկրածոցի փոխպատվաստման բաժանմունքը։ Մենք կունենանք շատ եւ այսօր էլ ունենք մենք բավականին լավ վերջին ժամանակակից սարքավորումներով հագեցված լաբորատորիա, նաեւ կարողանում ենք այդ վերջին տարիներս կարողանում ենք իմունոֆենոտիպավորում անել, ցիտոգենետիկ հետազոտությունը կատարել, որը որ շատ ունի պրոգնոստիկ առում։ Ներողություն, որ ձեզ ընդհատում եմ, մեր եթերային ժամանակը սպառվում է, հույս ունենանք, որ մեր սպասվող ոսկրածոցի փոխպատվաստման կենտրոնը ավելի մեծ զարկ կտա արյունաբանությանը այս տեսակետից եւ բուժելիությունը ավելի մեծ տոկոսների կհասնի ու մեր երեխաներին ու իհարկե արդեն կբուժվեն այն հիվանդները, որոնք որ հնարավորություն չունեն մեկնելու արտերկիր, որովհետեւ բավականին թանկ հաճույք է դա արտերկրերում, ապա այստեղ կիրականացվի նրանց ոսկրածոցի փոխպատվաստումը եւ կարծում եմ այդ կենտրոնի շահագործմանը։ Այո, եւ հիմա վերջի արդեն մասնագետները գնում են վերապատրաստման, արդեն մի քանի մասնագետներ մի քանի անգամ վերապատրաստվել են արտերկրներում եւ կարծում եմ շահագործման հանձնելուց հետո առաջի տարվա ընթացքում առաջին քայլերը կկատարենք։ Սպասենք բոլորս այդ առաջին քայլերին, որ իսկապես պիտի դեպի ավելի մեծ ձեռքբերումների տանեն հայկական արյունաբանությունը, Հայաստանի արյունաբանությունը, որը իշահ իօգուտ կլինի մեր երեխաների եւ մեծահասակների։ Շնորհակալություն բժշկուհի շատ հետաքրքիր զրույցի համար։ Մեր փոքրիկներին առողջություն մաղթենք։ Հարգելի Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրն էր արյունաբանության կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար Լալա Վաղարշակյանը։ Մենք խոսում էինք մանկական լեյկոզի մասին։ Փաստորեն սա մի խնդիր է, որ տարածվածության առումով չի զիջում շատ հիվանդությունների եւ բարեբախտաբար այսօրվա գիտության, բժշկագիտության առաջընթացի պայմաններում հաջողվում է շատ մեծ արդյունավետությամբ բուժել հիվանդությունը եւ ինչպես բժշկուհին նշեց, արդեն կան բազմաթիվ երեխաներ, որ իրենք ունեն երեխաներ, ամուսնացել են բուժվելուց հետո եւ սենունդներ ունեն, բոլոր երեխաներին մեր ստեղծագործական խմբի անունից մաղթում ենք առողջություն, սա մեր արձակուրդից առաջ վերջին թողարկումն էր, հետագա որոշ թողարկումներ դուք կդիտեք կրկնության ձևով եւ հնարավորություն չեք ունենա այդ պահին զանգահարել եւ հարցը ուղղել բժշկին, որովհետեւ դիտելու եք կրկնում եմ կրկնությունը հաղորդման, մինչ նոր հանդիպում, առողջ եղեք։